Շնորհակալություն, ողջունում եմ նախ, շնորհակալություն պարոն Մելքումյան, որովհետև պրեզենտացիան հենց անձանց էր աշխատանքն է, որոշ հարցեր բանավոր քննարկելով, այնուամենայնիվ ես պարոն Մանասարյան, ես կուզենամ հետևյալ միտքը շարունակեմ ձեր ասածի, շատ հարգելով եւ աշխատանքային փորձը եւ գիտական աստիճանները, բայց այնուամենայնիվ ավելի լավ է մենք ինքներս մեր խմբով փորձենք ինչ-որ որոշակի նկատառումներ կան, ուղումներ, շտկումներ, բացթողումներ, մենք մեզ քննարկենք առաջարկը անենք, քան թե դառնա թիրախ այլ տեղերից, որպես թերի աշխատանք եւ այլն։ Բայց այնուամենայնիվ ես իմ բնավորությանը համաձայն կփորձեմ որոշ դիտարկումներ անելու հետ կապված։ Հիմա նախ ամենակարևորը, քանի որ պարոն Մելքումյան, դուք նշեցիք քաղաքական բաղադրիչ, այնուամենայնիվ կա։ Ես կուզենամ առաջարկը անել հետևյալը. բոլոր ոչ թե չագերտավոր, իսկական, արմատական, ընդդիմադիր հայացք ունեցող ոչ միայն կուսակցությունները, դաշինք խմբերը, նաև մարդիկ, որոնք կարող են օգտակար լինել անհատապես, այս տնտեսական քննարկումները ամեն մեկը իր աշխատանքը խմբային ունենա, համախմբման ձևով, բոլորը մեկտեղ են այս առաջարկները, լավ կլիներ, որ չգիտեմ հրավիրել եք թե չէ, հրավիրված լինեին այլ ուժերից էլ մարդիկ, իրենք էլ լսեին այս ամեն ինչը, չնայած հնարավորություն կա լայվ տարբերակով լսելու դիտարկումներ եւ մյուսները քննարկումներին հրավիրեն առողջ մտքով քննադատության, եթե բոլորի նպատակը մեկն է, այս երկիրը այս վիճակից կործանումից կանխելու դուրս բերելու, չի կարող պատահել, որ ուժեղ Հայաստանը դիտարկում անի լոգիստիկ կենտրոնների կապված, այստեղ սառնարանային տնտեսություն, մյուսը այլ բան, այլ ընդհանուր տնտեսական, եթե քաղաքական նպատակը մեկն է, որ այս երկիրը փրկել այս վիճակից, քաղաքական ճգնաժամ է, հավերածություն է, բոլոր ուժերը, անհատներ պլյուս կուսակցություններ մեկտեղ են, որպեսզի երկրի վեկտորը փոխեն, կործանումը կանխեն, նույնը պետք է լինի նաև տնտեսությունը։ Ասում եմ, երբ են ամենի շատ ստերը հնչվում, սուտ խոսում, պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ։ Հիմա եկեք ես բան ընդունում ես անելու են, տեսեք, քաղաքական ուժը մրցակից է մյուսների համար, մենք հասարակական այդ դաշինքով բոլորին հրավիրելու ենք, համբերեք մի որոշ ժամանակ։ Ես ծով համբերություն ունեմ, ես 8 տարել համբերում եմ, բայց իմ դիրքերը չեմ զիջում։ Ինդեքսավորման նման առաջանցիկ անեն։ Տեսեք, հիմա ես մեկ այլ բան ամեն ինչ իր հերթին։ Հիմա տնտեսական վերլուծության առումով, պարոն Մելքումյան, դա որտեղ նպատակը մեկն է, ուրեմն սա նաև օրինակ կծառայի քաղաքական կոնսոլիդացիայի։ Եթե նպատակը մեկն է հանուն փրկության, ուրեմն եթե մեկը սկսում է պարոն Մանասարյան, ոնց դուք ասեցիք, սկսելու իր դիրքից, նշանակում է ես համամիտ եմ ձեր հետ, որ գնա գրողի ծոցը։ Ինչն է խնդիրը, որովհետև այսօր ավելի ժողովրդական լեզվով ասեմ, մենք ունենք մի հատ աղբյուր, ջրի խմելու, դևը եկե նստել է այդ աղբյուրի վրա։ Հիմա բոլորով քննարկում են, թե ոնց անեն, որ դևին աղբյուրի վրայից հանեն, որ ծարավը հագենա։ Այստեղ մեկը պետք է ասի, ոչ թե ես առաջին եմ, ոչ երկրորդը 99-ը, պետք է բոլոր ուժերը համատեղեն, միասնական կարողանան դևին հանեն աղբյուրից։ Երբ որ արդեն աղբյուրը ազատվեց դևից, այդ 100 հոգին 10 րոպեվա տարբերությամբ բոլորն իրեն ծարավը կհագեցնեն ու երկիրը կգնա ճիշտ ուղղությամբ, դժվարությամբ։ Հիմա սա այդ ձեր ասած քաղաքականը, որ բաց չթողնեի արիտը եւ ասեի։ Հիմա վերլուծության հետ կապված կոպիտ բան եմ ասելու, պարոն Մելքումյան, ուղղակի շատ ներողություն եմ խնդրելու,
հարգելով բոլոր նստածների եւ ձեր անձը ելեն կրկնում գիտական աշճանել հետը ռիսկային բան եմ ասում բոլոր այս տնտեսական վերլուծությունները ծրագրերը ոչ միայն ձեր կողմից ընդհանուր քննարկվող մյուսների կողմից հեսա շուշուտ փրկության նոր ծրագրեր էլ կառաջադրվեն ինչու՞ չէ նաև իշխանության կողմից էլ չագերտավոր բայց ես այս գլխից ուզում եմ ասել որ այդ վերլուծությունները գիտահեն են բայց իրականության առումով կա խնդիր ասեք որն է հիմնական թվային վերլուծությունները պարոն Մանասարյան դուք էլ առաջարկեցիք որ նաև ներքին ներդրումների չափը ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի ես միակ դեպքն է որ ազգային վիճակագրական ծառայությունը շնորհակալություն կհայտնեն որ չի հրապարակում այդ թվերը որտեղ հաստատ սուտ է հրապարակելու հիմա ես օրինակը բերեմ որ այդ թվային վերլուծություններ տնտեսական աճ հնա քանի մի տրիլիոն ներկայացրեցիք եւ գյուղատնտեսությունը ներկայացրել են 1 տրիլիոն քանի միլիարդ դա գեղեցիկ փաթեթավորված սուտ է թվերն են ցույց տալիս եթե 1-2 թիվ կբերեմ հետո մնացածը կբացեմ ուրիշ ժամանակահատվածում երբ որ քննարկում լինի երբ որ պաշտոնական տեղեկագրով հրապարակում է պաշտոնական թվեր որ 2025 թվականի կատարվելա գանանացան աշխատանքներ ցանկ եւ ամփոփել են ամփոփը տվել են օգոստոսի 25-ին հրապարակել են 196,000 հեկտար վայելահողի մասինա որ ցանկ է կատարվել այդ թվում կերային մշակաբույսեր ես որպես ոլորտային փորձագետ կամ դուք որպես այլ ավելի խորը տնտեսագիտական մասնագիտություններ միմյանց հետ քննարկելուն պետք է ընդունենք այդ թիվը եւ որոշ ծրագրեր թե ոնց անենք որ ավելացնենք բարձրացնենք եւ ոչ ավել ոչ պակաս խնդրում եմ ուշադրություն 2026 թվականի փետրվարի 26-ի նույն պաշտոնական տեղեկագրով պաշտոնական հրապարակման Պարենի արկայության բաժնում ուշադրություն 196,000 հեկտար մշակովի վայելահողը դարձել է 206,100 հեկտար տպածա տպե հանել են որ սայտերից էլ չհեռացնեն ինչա նշանակում դա եթե ուղում է թվային հունիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը իրան դա կարող էին ցույց տալ ուղուներ աստղանիշով տեսեք երբ որ ես մարզային վերլուծություն եմ անում այնտեղ Արմավիրի մարզ, Արարատի մարզ որոշ բաներ հնարավոր է ցանկ կատարել ամառային դա էր արդեն օգոստոսի 25-ը ժամանակն էր ցույց տալու եւ տեսեք խնդիրը որն է ստրատեգիական վատը որն է զուտ կարտոֆիլը որը համարում է երկրորդ հաց պատերազմող երկիր ենք Պարենի մասին ենք միշտ ապահովության խոսում ոչ ավել ոչ պակաս ուղիղ 3000 հեկտար գրիչով Excel ֆայլը չգիտեմ ոնց են բլոկ դրել բանաձևը դարձրել են 16500 տպա գրածը օգոստոսի 25-ին 19500 հեկտար ու արդեն համախառն արդյունք բեր դուք տնտեսագետներ եք դուք պատկերացնում եք ինչի մասին է ու հիմա այդ տրիլիոնը մենք վերցնում ենք տնտեսական վերլուծություն այսինքն մենք այդ իրանց կեղծիկը ներողություն այդ բարի համար չգիտեմ դա ճիշտ որակեցի թե չէ հրապարակվել է եւ դա մենք վերցնում ենք նշանակում է վաղը կծիծաղեն մեր վրա կասեն սրանց նայեք հերո մեզանից թվերը նորմալ չեն տիրապետում հելել են տնտեսության ծրագիր են փրկության որդեգրում ու գիտեք այստեղ սարսափելին որն է դա գիտակցորեն են արել որովհետեւ վրիշ չեն արել մարզերից եկածած թվերին ձեռք տան այսինքն մարզերից եկածած թվերի հանրագումարը այո մարզերից 29 ձևով եկածները
դա իրանք որովհետև հասկացել են պաշտոնական կեղծիք կա։ Հիմա մեկ ավելի սարսափելի թիվեր ես կասեմ, նոր կդառնան տնտեսագիտականին, շատ ավելի կարևոր այս ներկայացնելը, քան թե ժամանակը կամ հետագա գործունեությունը։ Ամենասարսափելին, պարոն Մելքումյան, մենք միասին աշխատակային խմբով ձեր հրավերով, մենք երբ որ գնացինք մարզեր, գյուղեր, նույնը ես արել եմ 2 տարի առաջ հանրապետական կուսակցությունը, երբ որ փորձագիտական կարգավիճակով ինձ հրավիրեց, երբ որ մենք գնում էինք 2 տարի առաջ գյուղեր, բոլոր մարզերը այցելել ենք, այն ժամանակ ինձ խոսելու առիթ քիչ էր լինում, որտեղ մարդիկ տնտեսություն, գյուղատնտեսություն չէին անդրադառնում, վերլուծում էին, ասում էին անվտանգային խնդիր, որտեղ Արցախի պատերազմը 20 թվականի նոր էր ավարտված, 21 թիվը արդեն անցել էր, մարդիկ մտածում էին Սյունիք, բոլորը անվտանգային, ասում անվտանգություն լինի, մենք մնացածը կստեղծենք։ Հիմա, պարոն Մելքումյան, մենք ուր գնում ենք, մարդիկ արդեն անվտանգայինը, ինչ ես նկատում եմ, երկրորդ պլան ամրվում, մարդիկ արդեն ցամաք հացի։ Դա է տնտեսական անվտանգություն։ Այո, ցամաք հացի խնդիրն է քննարկվում։ Եվ ես միակը չեմ եղել, տասնյակ մարդիկ են իմ հետ եղել, բոլորով մենք քննարկել ենք վարակիչ համաճարակային հիվանդությունների, խոշոր եղջերավոր անասունների մասին է խոսքը, որ գյուղում մարդիկ բոլորը ցույց էին տալիս, որ չկա մի տնտեսություն, որի կենդանիները, օրինակ կովերը, չեն հիվանդացել դաբաղով։ Հələ մասնագիտականը մի կողմ որ կատի քանակությունը քչացել է, ծախսերը բուժման ավելացել է, եւ այլ եւ հիմա տեսնում են հետևանքը, որ ես ավելի շուտ եի ասեմ։ Այստեղ նաեւ որ ես գալիս եմ մեկ ուրիշ բան։ Խնդիրը հետևելն է։ Նորից պաշտոնական հրապարակումը, տեղեկագիրը պաշտոնական հրապարակվել է 2026 թվականին, փետրվարին, երբ որ ես նայում եմ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ըստ մարզերի գրանցված վարակիչ հիվանդությունների թիվը, քանակը ու ուշադրություն այն հիվանդությունների վարակիչ, որոնք որ կենտանուց անցնում են մարդուն, պարոն Մանասերյան, անվտանգային խնդիր, անցնում է այդ հիվանդությունների ցանկն եւ ինչ եմ նկատում 2024 թվականին պաշտոնական հրապարակել են խոշոր եղջերավոր անասունների բրուցիլոզ հիվանդություն 1700 քանի գլուխ եւ մանր եղջերավոր 2200 ուրիշ հիվանդություններ չկա 2000 այս 26-ին որ հրապարակել են 2025-ը խոշորը դարձել է 3384 մանրն էլ նույն թիվն է 3384 այստեղ սարսափելին գիտեք որն է որ մնացած հիվանդությունով եկա որ մենք ասում ենք դաբաղ տեսակ վարչապետը որ արտիկի տարածաշրջանում էր ֆերմերը մոտեցավ ասեց դաբաղ համաճարակ գրածա 0 չկա այսինքն այդ ինչ եմ ես այդ ասում որ տնտեսական վերլուծությունները թվային մենք պետքա մեր ունեցած բազաներով ունենանք օպերատիվը, գիտականը, բազմամյա միջինը մի 30 տարի առաջ նոր այդ եղածած ամփոփելով գնանք առաջ։ Հիմա ես կամ արդեն ուրեմն մեր մոտ ինչն է խեղաթյուրվել։ Գյուղատնտեսության սուբսիդավորումը դա ուղիղ սուբսիդավորում է բանկերին։ Այստեղ գյուղացուն ոչ մի բան չկա։ Մեկ այլ առիթով մանրամասը թվերը կբարձրացնեն, որովհետև ամբողջ այդ սուբսիդավորված թվերը միանգամից պետական բյուջեից, հարկերից, տուրկերից, խոսում ենք շահութարկից եւ այլից, գնում է անմիջապես բանկեր։ Բանկերն էլ սովորական առևտրային վարկերից սկսած բարձրացել են տարեկան տոկոսադրույքը։ Չէ, իրանք ցույց են տալիս տարեկան տրիլիոններ։
ըստ 8 տարվա մեջ չէ, մի տարվա կտրվածքով օրինակ լիզինգի գծով ցույց են տալիս 51 միլիարդ դրամ, մնացած ծրագրերի գծով ցույց են տալիս իբրեթե 43 միլիարդ դրամ։ Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, գյուղատնտեսության մեջ 25-ից 30 միլիարդ փող բյուջեի տողով դնեն, մեր հանրապետության մշակովի վայելահողերի, ես խոստանում եմ բոլորին, առնվազն 65%-ը պետության բյուջեի հաշվին մշակվի, վարվի, ցանվի, բերկտրվի, ուղղակի, այսինքն այս թվերը ոչ ավել, ոչ պակաս գնում են բանկեր։ Գյուղացուն ոչ մի բան չկա, ուրեմն եւ այստեղ այդ հնա բանը ես ասեցի 2014-2025 թվականի աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագիր։ Պարոն Մարկարյան, հիմա ես որ տեղակ եմ, դա համար եմ անդրադառնում։ Ինչն է այո, եւ այդ ժամանակ եւ ռազմավարությունը եւ գյուղատնտեսության կայուն զարգացման եւ բոլոր ծրագրերը 2016 թվականին վերանայվեցին։ Դրանք վերանայվեցին, փոխվեց մոտեցումը տնտեսությանը 2016, 17, 18-ի սկիզբ այլ էր իրավիճակը եւ գյուղատնտեսության եւ ընդհանուր համախառն արդյունքով գնաց։ Ես թիվ հրապարակեմ, որ 2016 թվականին գյուղատնտեսության համախառն արդյունքը կազմել է 1 տրիլիոն 212 միլիարդ 600 միլիոն։ Դա ամենանտիշ ցուցանիշ 15-16։ Այո, ամենա բանը ու իրական, որտեղ ուղումներ արվել է։ Հետո իջել է նվազել է, տանկում է մի կողմ։ Ուրեմն թոշակների հետ կապված, պարոն Մելքումյան, սա ոչ թե պոպուլիզմ է, այլ վերլուծություն առաջարկ է։ Ես չեմ նկատի առայժմ ոչ մեկի կողմից եւ ով որ կմշակի, ես չեմ ասի սա է միտքն, խնդրում եմ ուշադրություն դարձնեն բանկերում ներդրված ավանները, որոնք որ ժամանակին մարդկանց դարը դադումը կուտակվել է, բայց տեսեք արդեն մարդիկ այնպիսի տարիքային հասակի են հասել, այն տարիքներն են հետ վերադարձնում իբրև թե ինդեքսավորված, որոնք որ մարդիկ շատ ներողություն եմ խնդրում դժվար են հասնում, կշռելի թիվ է, հաշվարկված թիվ է, դնեն, դրած պետք է լինեն, ձեր ասած 1-2 տարվա մեջ առաջ գցեն, եւ ինչու՞ չէ, նաեւ բաղադրիչ առաջանցիկ, նաեւ որոշ տեղեր վարկերի մարում, տեսեք դուք ասում եք բանկերը համաներում տուգանք մինչև 3 միլիոն դրամները, հիմա այդ կառուցվածքի մեջ, խնդրում եմ, այդ տուգանքը չի կազմում այն գումարը տոկոսային, որը գեներացվել են շատ եւ երկու կետեր, գույքահարկի հետ կապված, այստեղ տեսեք կենտրոն, հարվարձաներ եւ այլն, ոչ միայն այդ գոտիականության խնդիրը, մենք գիտենք այսօր պատերազմական վիճակում ենք, ինչ սոցիալական վիճակ է, հիմնականում դնեն այն տարածքների վրա, որոնք որ ապահովում են մեծ շահույթ, դա սուպերմարկետներ, հյուրանոցներ, օրինակ չի կարելի ակադեմիկը, որ ապրում է Մաշտոցի պողոտայում իր 2 սենյականոց բնակարանի համար վճարի արտելի գումար եւ ասենք նույն ձևի գույքահարկ վճարի այս հյուրանոցի տերը։ Սա սոցիալապես անարդար է։ Թվային վերլուծությունները ես ասեցի, փոքր միջինը եւ անվճար ուսուցումը ամենակարևորն է։ Սա ես դերևս 99 թվականին կակադրել եմ, ես ասել եմ, որ պետությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում կրթության վրա նորմալ մասնագետ պատրաստելու համար։ Նորմալ մասնագետ պատրաստելուց հետո այդ մասնագետների 80%-ը մեր երկրից արտագաղթել են։
չի ստեղծվել նորմալ պայմաններ, մեր գիտական պոտենցիալ ուժեղ միտքը տարվել է։ Նույն կապիտալիստական Ամերիկա, Եվրոպա, մյուսը տարել են։ Հիմա մենք հասկացել ենք հենց պատական, պարոն Մեկումյան, դուք լինելով անմիջական ամենօրյա կապի մեջ ուսանողության հետ, դուք բոլոր այդ ներբ երանգները հաշվի առնելով եք դա դիտարկում։ Շնորհակալություն դրա համար եւ ուսման վարձը դա տանումա դեպի սոցիալական, բայց տեսեք ուսուցման process-ի հետ կապված նաեւ պետքա դասախոսապրոֆեսորական կազմը ինքը տա այն բազային ճիշտ գիտելիքները, որ այսօր այո, այսօր խիստ անհրաժեշտ է, այդ դարբնոցում պետքա կոփեն, որովհետև այսօր կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում ես խնդրում եմ ոլորտայիններին պետք է այստեղ խիստ ուշադրություն դարձնել, այսինքն առողջապահականը, բժշկական, ռազմականը եւ նաեւ գյուղատնտեսականը։ Այսօր մենք երկրում ունենք ազգային ագրարային համալսարան, բայց այսօր ունենք մենք մասնագետների սուղ, անասնաբուժերի, բույսերի պաշտպանը, այսինքն պետությունը թոշակներով, տարբեր լծակներ կիրառելով պետքա խրախուսի եւ ավարտելով թույլ տվեք, ես կոչ եմ անում քաղաքականով սկսեցի, քաղաքականով ավարտել, մտածել մինչեւ հունիսի 7-ը այս իրավիճակը դուրս բերելու մասին, թող քաղաքական գիտակները քաղաքական փորձ ունեցողները գտնեն տարբերակը։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ վիճակագրական թվերը, զեղծելը, կեղծարարություն, ինչ ուզում է անունը, ես հարց եմ տալիս հռետորական բոլոր մասնակիցներին, եթե հունիսի 8-ին հրապարակվեց ազգային վիճակագրական ծառայության նման թվեր, որ չի համապատասխանում իրականությանը, ինչ ենք անելու։ Կասեք, հիմա եւ մասնագիտականով կոչ եմ անում, այն անասնաբուժերը, որոնք որ տեսել են հրապարակումը, որ իրենց սպասարկվող տարածքներում եղել են հիվանդություններ, որ համայնքապետերը, ղեկավարները տեսել են այդ հիվանդությունները, բայց երբ որ տեսել են պաշտոնական հրապարակվել է 0, իրանք հաշտեն այդ կեղծած թվերի հետ,